Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Էդուարդ Օհանյանին։ Նրա հետ կխոսենք Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակից։ Բարև ձեզ, Էդուարդ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար, բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այսօր կցանկանայի խոսել մեր ներքաղաքական կյանքում տիրող բազմաթիվ խնդիրներից, մասնավորապես կցանկանայի անդրադառնալ հիմա շատ բոլորին անհանգստացնող խնդրի մասին, մասնավորապես խոսքը վերաբերվում է թանկացումներին, որոնք որ անդադար երկրում շարունակվում են եւ մասնավորապես ամանորին ընդառաջ այդ թանկացումները տեղի ունեցան։ Եվ մինչ օրը շարունակում են այդ թանկացումները, խոսքը գնում է թե ընդհանրապես ապրանքների մասին, օրինակ սննդամթերքի մասին, թե ընդհանրապես ամեն ինչի մասին, վերջացրած օրինակ, չգիտեմ, յուրաքանչյուր ծառայությունով, այդ թվում նաև պետական ծառայությունների մասին է գնում խոսքը։ Թանկացումները շարունակում են, աշխատանքի խնդիրները շարունակում են Հայաստանի Հանրապետությունում աճել, մարդիկ դառնում են գործազուրկ, չունեն աշխատանքի հնարավորություն, իսկ այն աշխատանքը, որը որ իրենց տրամադրվում է, բավականաչափ գումար չի տրամադրվում մարդկանց, աշխատավարձ չեն ստանում, որպեսզի կարողանան իրենց կենսական կարիքները ապահովելու։ Տեսեք, հիմա խնդիրը կայանում է նրանում, որ մեր երկրում կա խնդիրը կապված է տնտեսական ճգնաժամի հետ եւ շատ մարդիկ կան, ովքեր որ դա փորձում են հերքել, փորձում են խեղաթյուրել իրականությունը, բայց տեսնելով այդ ամեն ինչը որ ես նոր թվարկեցի, թանկացումները, արտագաղթը տիրող իրավիճակը երկրում ընդհանրապես ամեն ինչ ցույց են տալիս, որ այն թվերը, որոնց մասին մեզ ասում են, եւ այն տնտեսական աճը, որը որ այս իշխանությունները հրապարակում են ամեն իրենց, չգիտեմ, ասուլիսի կամ օրինակ ինչ որ ելույթների ժամանակ այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը, որովհետև եթե այդ թվերի վրա հիմնվենք, իրենք հրապարակում են այնպիսի աստղաբաշխական թվեր, որոնք որ օրինակ նույնիսկ մեծ պետությունները, գերտերությունները այդպիսի տնտեսական աճ չեն ունենում, որովհետև դրանից 2-3 անգամ քիչ թվերով ունեցած իրենց աճը իրենց համար կարելի ասել շատ մեծ պրոգրես է իրանից ենթադրում։ Դրա համար չհավատալով այդ թվերին եւ տեսնելով իրական պատկերը, որը որ կատարվում է երկրում, ես հիմա այս ամեն ինչը ասում եմ այն բանի համար, որպեսզի մեր ժողովուրդը նույնպես տեսնի, մեր ժողովուրդը հասկանա, որ այն ամեն ինչը որ իրենց ասում եւ այն թվերը, որոնք որ հրապարակվում են, իրենք իրականում իրականությանը չեն համապատասխանում եւ մարդկանց փորձում են խաբելու միջոցով իշխանություն պահել։ Խնդիրներից նաեւ մտնում է այդ սոցիալական խնդիրների մեջ, ընդհանրապես մտնում է ինչպես նաեւ թոշակառուներն են մտնում հիմնականում այդ խավի մեջ, որովհետեւ իրենց ստացած թոշակը չի բավականացնում իրենց կենսական նշանակություն ունեցող կարիքները ապահովելու համար եւ մեծ հաշվով այն հայտարարությունները թե իբր թոշակները 2 անգամ 3 անգամ բարձրանում են, թոշակները կարող են բարձրանալ օրինակ 2, 3 կամ 5000 դրամով, բայց այդ թոշակների բարձրացման զուգահեռ բարձրանում են նաև գները, թե ապրանքների վրա, թե տնտեսական ապրանքների վրա, սննդամթերքի վրա, ինչպես շեշտեցի, բոլոր ծառայությունների համար գները շարունակում են թանկանալ։ Եվ այս թանկացումների ֆոնին նաև շատանում է երկրում արտագաղթը, այսինքն այս իշխանությունները ամեն ինչ անելու համար, որ հակառակը մեր հայրենակիցները հայրենադարձ լինեն եւ փորձեն իրենց գործունեությունը ծավալել մեր երկրում եւ օգտակար լինեն իրենց գիտելիքով, իրենց մասնագիտական գիտելիքով, իրենց գործունեությամբ օգտակար լինեն մեր երկրին, այդ մարդիկ արտագաղթում են ստիպված եւ այդ նույն իրենց գիտելիքները եւ ռեսուրսը տրամադրում են այլ երկրներին։ Եվ այդ խնդիրը լուծելու համար այս իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում եւ հիմնական խնդիրը կայանում է դրանում, որ արտագաղթի թիվը միայն շարունակում է աճել, ինչի արդյունքում նաև ունենում ենք բազմաթիվ խնդիրներ։ Երկրորդ կետը, ինչի մասին կցանկանայի խոսեինք, դա իհարկե թոշակառուներից բացի նաև երիտասարդներն են, ովքեր նույնպես այդ խոցելի խավի մեջ են գտնվում, ինչու, որովհետև տեսեք, այն երիտասարդները, ովքեր որ այսօր մեր երկրի ապագան են իրենցից ներկայացնում եւ վաղը պետք է զբաղեցնեն պաշտոններ կամ, չգիտեմ, օրինակ շարունակեն որևէ գործ, որը որ մեր պետական շահին է նպաստելու, այդ երիտասարդները այսօր չեն ունենում դրա համար համարժեք հարթակ։ Այսինքն իրենց համար չի տրամադրվում օրինակ կրթական հարթակ, որպեսզի իրենք վաղը ունենան բոլոր անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները այդ գործունեությունը շարունակելու կամ ընդհանրապես այդ գործունեությունը սկսելու համար։ Խոսքը օրինակ գնում է կրթական մակարդակի շատ ցածր լինելու մասին։ Տեսեք, մենք այսօր ունենք կրթական ոլորտում բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ համալսարաններում 5000-ից ավել թափուր տեղեր են մնում։ Շատ համալսարաններ մնում են դատարկ, շատ ֆակուլտետներ նույնիսկ չեն բացվում, որովհետեւ այդ ֆակուլտետներում դիմողներ չկան։ Եվ դրա դեմ ոչ մի կերպ չեն փորձում չասեմ պայքարել, այլ չեն փորձում նպաստել որևէ կերպ այդ ամեն ինչի զարգացմանը։ Ինչ որ քայլեր են ձեռնարկվում, օրինակ կրթաթոշակների մասով։ Փորձում են ինչ որ ֆակուլտետների երեխաներին, ուսանողներին կտրել կրթաթոշակներից, մյուս ֆակուլտետներում կրթաթոշակները բարձրացնել, որպեսզի այդ ֆակուլտետներում սկսեն ուսանել մարդիկ։ Բայց դա չի օգնում, որովհետև այդ ֆակուլտետները նույնպես ունեն կիսադատարկ եւ առհասարակ կրթական մակարդակում կա բազմաթիվ խնդիրներ եւ բացթողումներ։ Եվ դրա մասին փաստում են ոչ միայն օրինակ համալսարանական այս կրթական
խնդիրները, օրինակ թոշակի հետ կապված կամ այլ խնդիրների հետ կապված, այլ փաստում են նաև օրինակ հայոց պատմության դասագրքերի փոփոխությունները, հայոց մայրենի լեզվի դասագրքի փոփոխությունները, Մեսրոպ Մաշտոցին դարձնում են QR, հայոց պատմության մեջ փորձում են խաղաթյուրել իրականությունը եւ փոխել պատմության այն ամենակարևոր էջերը, որոնք որ մեր ինքնությունն են ներկայացնում։ Այսինքն խոսքը գնում է ցեղասպանության հերքելու մասին, Թուրքիայի հետ այն ամեն ինչը որ տեղի ունեցել իրենց հետ կատարվածի մասին փորձում են այլ կարծիք ժողովրդի մոտ ձևավորել եւ փոխում են խաղաթյուրելով իրականությունը, փոխել պատմությունը այնպես, ինչպես որ իրենց հարմար է։ Դա նույնպես շատ մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար, ցավոք սրտի շատ մարդիկ կան, ովքեր որ դեռ չեն հասկանում, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Կցանկանայի խոսել նաեւ ուսման վարձավճարների մասին, որոնք որ նույնպես բավականին ներողություն բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, այսինքն շատ թանկ են եւ շատ մարդիկ կան, ովքեր որ չեն ընդունվում համալսարան, ոչ թե նրա համար, որ չունեն բավականաչափ գիտելիք կամ ցանկություն ընդունվելու համար, այլ պարզապես չեն կարողանում ֆինանսապես ապահովել իրենց ուսումը, որովհետեւ աշխատել եւ միաժամանակ սովորել բավականին բարդ է իրենց համար, իսկ որպեսզի օրինակ իրենց ծնողները իրենց ուսումը ապահովեն, դա նույնպես մարդկանց համար շատ թանկ է եւ այսօր շատ մարդիկ չեն կարող իրենց դա թույլ տալ։ Եվ այս բոլոր խնդիրները լուծելու փոխարեն որևէ լուծումներ գտնելու, լուծումներ առաջարկելու կամ չգիտեմ, ինչ որ կերպով փորձելու աջակցելու նպաստել երիտասարդներին ոչ մի քայլեր չեն ձեռնարկվում։ Ասեմ ավելին, այսօր երիտասարդության մեջ բացի կրթությունից կան նաեւ շատ ավելի լայն խնդիրներ, խոսքը գնում է նրա մասին, որ մեր երիտասարդության շրջանակներում շարունակում են զարգանալ, տարածվել վեյփերի, էլեկտրոնային ծխախոտների, փաֆերի եւ բազմաթիվ նմանատիպ բաների օգտագործումը, որը որ ժողովրդի ընդհանրապես երիտասարդության համար շատ բացասական դեր է խաղում։ Եվ դա նույնպես ինչ որ կերպով կանգնեցնելու, ինչ որ կերպով դրան խանգարելու փոխարեն նույնպես ինչ որ այդպեսի տպավորություն է, որ փորձում են նույնպես աջակցել այդ բանին, փորձում են այդ գործընթացին ինչ որ կերպով աջակցել եւ անկախ նրանից որ իհարկե երիտասարդները նույնպես պատասխանատվություն են կրում իրենց կատարած քայլերի կամ որոշումների համար կառավարությունը պետք է ինչ-որ կերպով փորձի բացատրել, ինչ-որ կերպով պետք է օրինակ ցույց տա, որ դա սխալ է, որ դա ճիշտ չի եւ լավ բանի չի կարող բերել։ Եվ խոսքը իրականում խնդիրը միայն չի կայանում այդ վեյփերի եւ էլեկտրոնային ծխախոտների օգտագործման մեջ, այլ կայանում է նաեւ նրա մեջ, որ ընդհանրապես ժողովրդի մեջ, բայց մասնավորապես երիտասարդության մեջ խաղամոլությունը եւ թմրամոլությունը նույնպես շատ շատացել է, կոնկրետ հիմա թվերով անկեղծ ասած չեմ հիշի, բայց երբ որ ես տեսա թվերը, շատ բավականին մեծ տոկոսով աճել է խաղամոլությունը եւ թմրամոլությունը եւ օրինակ երբ որ խաղամոլության դեմ ինչ որ տենց պայքար է գնում իբր փոխանակ իրենք փորձեն ինչ որ կերպով այդ խաղամոլության հետ կապված որևէ, չգիտեմ, on-line կազինոները կամ օրինակ գովազդները ինչ որ կերպով սահմանափակեն կամ առհասարակ վերացնեն, ամեն քայլափոխի այդ վահանակների վրա այդ գովազդները մենք տեսնում ենք ամեն տեղ, դա կլինի, չգիտեմ, ինտերնետ հարթակում, ինտերնետային կայքերում կամ օրինակ այդ վահանակների վրա փողոցում, ինչը որ բնականաբար մարդկանց ստիպում են նույնպես ինչ-որ չափով գնալ այդ քայլերին, խաղալ, չգիտեմ, կամ օրինակ թմրամոլության դեմ նույնպես պայքարը չի իրականացվում այնպես ինչպես որ պետք է, որովհետև թմրամոլությունը միայն գնալով շատանում է եւ անկախ նրանից թե չգիտեմ, օրինակ թմրանյութերի վաճառողներին քանի անգամ կբռնեն կամ քանի օկու կբռնեն, այդ էական պատկերը ընդհանրապես չի փոխվում եւ ընդհանրապես ընդհանուր քաղաքական իրավիճակը, որը որ այսօր տիրում է Հայաստանում, շատ բավականին բարդ վիճակում է գտնվում եւ այս բոլոր կետերը, որով ես թվարկեցի, կարելի ասել, որ ընդհանուր առմամբ դա միայն կեսն է, նույնիսկ կարող է կեսն էլ չի կազմում այն բոլոր խնդիրներին, որով որ մենք այսօր ունենք։ Եվ երբ մեր հասարակությունը այս ամեն ինչի դեմ լռում է եւ որևէ քայլ չի կիրառում, մտածում է, որ ինքը իրանով այս խնդիրը կլուծվի։ Ոչ, խնդիրները չեն լուծվի, այլ նաեւ հակառակը ինչ որ կարելի ասել, որ կխորանան եւ շատ կխորանան դեռ եւ անհայտ է թե ինչ հետևանքներ դա կարող են ունենալ հատկապես Հայաստանի Հանրապետության նման փոքր երկրի համար։ Դրա համար ես կոչ եմ անում, որ հասարակությունը եւ հանրությունը չլռեն, ամեն կերպով փորձեն բարձրաձայնել նմանատիպ խնդիրները, փորձեն պայքարել այս խնդիրների դեմ, որովհետեւ առաջին հերթին դա կարող է վերաբերվել իրենց երեխաներին, կարող է վերաբերվել իրենց ազգականներին, բարեկամներին, ընկերներին, բոլորին է կարող է այս հարցը վերաբերվել, կարող է այս հարցը հասնել բոլորի, կամ հոպիտ ասած կարող է բոլորի դուրն ծեծի այս հարցը, դրա համար պետք է այս հարցին շատ լուրջ վերաբերվել եւ ամեն կերպ հնարավոր ձևով պետք է բարձրաձայնել այս խնդիրների մասին։ Շնորհակալություն։